Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, շատ հետաքրքիր օրենքի նախագիծ է, ու մենք այս օրենքի նախագիծը կադաստրի կոմիտեի մեր գործընկերների հետ դեռևս երևի 1 տարի առաջվանից սկսած քննարկում ենք ու էլի անհամբեր սպասում ենք երբ է գալու, որտեղ ինքը շատ լավ հնարավորություն է հատկապես միայնակ ապրող մեր տատիկ-պապիկների համար, որոնք օրինակ ժառանգներ չունեն, եկամտի այլ աղբյուրներ չունեն եւ սա իրանց հնարավորություն է տալիս իրենց աշխատանքով ձեռք բերած անշարժ գույքը ոչ թե վաճառել, այլ գրավադրել եւ ամսական այնքան գումար ստանալ, որ իրենց կարիքները բավարարվեն, ճամփորդել, գնալ հանգստանալու, բայց մի կարևոր կետ կա այստեղ, քանի որ այդ ամեն ինչը կատարվելու է բանկերի միջոցով, ամենայն հարգանքով բանկային համակարգի նկատմամբ մենք պիտի մեր թոշակառուների համար պաշտպանիչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի իրենց շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն, որ այնպես չստացվի, որ տոկոսներ են բարձր են հաշվել, որ այնպես չստացվի, որ անշարժ գույքի արժեքը իրականից ցածր է գնահատվել կամ վերջում իրենց մահվանից հետո այդ գույքը ջրի գնով վաճառվել է չգիտես ում, դրա համար ես օրինակ ավելի կողմ կլինեի, եթե մինչև երկրորդ ընթերցում քննարկենք հետևյալ հնարավորությունը, օրենքը ուժի մեջ մտներ մի քանի ամիս հետո, բայց մենք այդ ընթացքում մտածեինք այն մեխանիզմների մասին, որոնցով այս համակարգը ավելի արդյունավետ ու արդար աշխատելու, այդ թվում նաև Տիկին Վարդանի առաջարկած այդ հարթակի մեխանիզմը, որովհետև եթե այսքան ժամանակ սա չի եղել, ավելի լավ է 1, 2, 3 ամիս ուշ լինի, բայց ամբողջությամբ այդ ռիսկերը հաշվի առնված լինեն։ Էլ եմ ասում, ամենայն հարգանքով բանկային համակարգի նկատմամբ, բայց մենք մեր թոշակառուներին պիտի բանկիրների հետ դեմ հանդիման մենակ չթողնենք։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։